Դեկտեմբերի 20-ին ըստ եկեղեցական օրացույցի նշվեց Սուրբ Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հավատացող Անդրանիկ թագավորի հիշատակության օրը։ Գյումրու 7 վերք եկեղեցի էին ժամանել նաև Արագածոտնի, Արթիկի թեմի հոգևոր դասը համայնքների հավատացյալները։ Պատարագիչը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Իզմիռլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես Աբեղա Թորգոմյանն է։ Աբգար թագավորը Քրիստոսի ժամանակակիցն էր։ Ավանդության համաձայն լսելով Հիսուսի հրաշքների եւ սքանչելագործությունների մասին, թագավորն իր պատգամավորների միջոցով փրկչին հրավիրում է Եդեսիա, որպեսզի բժշկի իրեն հիվանդությունից ու ահագնացող ցավերից։ Սակայն Հիսուսն իր առաքյալին է ուղարկում թագավորի մոտ։ Փրկչի համբարձումից հետո Սուրբ Թադեոս առաքյալն է գալիս Եդեսիա, ավետարան քարոզում, բժշկում Աբգարին, մյուս հիվանդներին։ Այս հրաշքներին ականատես լինելով Աբգար թագավորը նամակներ է հղում Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսե թագավորին, նրանց եւս հորդորելով ընդունել Քրիստոսին որպես Աստվածորդու եւ Փրկչի։ Աբգար թագավորի շնորհիվ քրիստոնյաները բացառիկ սրբազան մասունք ունեցան Քրիստոսի կենդանագիր պատկերը։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա հիշատակվող մեր սրբադասված արքան Աբգար թագավորը իրական սպասավորն էր Աստծո թագավորության։ Օրինակ էր մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին եւ անվերապահ հավատալը։ Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախություն ունենալ ու քայլել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետևից, ում վայելում է փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ, եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Փորձությունները, որոնք մենք սպասում էինք, միշտ էլ սպասել ենք, որպես հավատացյալ ամեն մի անհատ իր կյանքում ունեն նման փորձություն, երբ աճում է հոգևոր ընթացքի մեջ, նույնն էլ ազգերը, եւ ես միշտ էլ մտածել եմ, որ գալու է մի պահ, որ մեր ազգը հոգևոր վերելքի ճանապարհին անպայման բախվելու է այն փորձությունների հետ, որից դուրս է գալու վերածնված, վերանորոգված եւ ամբողջությամբ դեպի քրիստոնեություն վերադարձած։ Հավատացյալներն ու հոգևոր դասը Տեր Ողորմյա Շարականի երգեցողության ընթացքում աղոթեցին անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, բոլոր ապօրինի ազատազրկվածների համար։ Երբ որ լսում ես սրբազանների կոչերը, խոսքերը, հորդորները, հստակ երևում է այդտեղից, որ իրանք են մեզ զորացնողը։ Մենք էլ, քանի որ այս պահին այստեղ դրսում ենք, իրենք ազատության մեջ չեն, գիտենք բոլորս էլ, մենք էլ աղոթում ենք իրենց համար, որ այդ իրենց ունեցած հզորությունը, զորությունը ել ավելի արդահայտվի մեր համար նաև կարողանան իրենք էլ դուրս գան այդ իրենց նեղ դրությունից, որովհետև սա էլ իրենց համար է փորձություն։ Իրենց փորձությունը հաղթարեն եւ վերադառնան իրենց հոգեվոր ծառայության ընթացքի մեջ։ Մեր հորդորն է, խնդրանքն է մեր ժողովրդին, որ չհուսահատվեն երբեք, չհուսալքվեն երբեք։ Հայի կյանքը առհասարակ միշտ պատմության մեջ ալեկոծված է եղել եւ այս էլ կանցնի անպայման, բայց հայ հոգևորականը, հայոց եկեղեցին երբեք իր հույսը Աստծուց չի կտրել, կյանքում իր սրտի հոգու մեջ բացակա չի դրել Աստծուն եւ մեր աղոթքների շնորհիվ է, որ մենք հասել ենք սրան։ Պատմության մեջ որքան արհավիրքներ են եղել, բայց մենք կարողացել ենք հաղթահարել։ Սա էլ կհաղթահարենք։ Ես ամրություն եւ կորով եմ մաղթում մեզ բոլորիս, անսասանություն եմ մաղթում Հայկազյան մեր աթոռին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Հայոց Հայրապետին, նորին սրբությունը պիտի ամուր լինի, որովհետև իր զավակները ամրությամբ, հոգու ամրությամբ, հաղթանակի փափագով մշտապես աղոթում են եւ իր համար եւ առհասարակ ամբողջ հայության իր հոտի համար։ Շիրակի թեմն արդեն 7 ամիս, իսկ Արագածոտնի թեմը 2 ամիս է գործում է առանց թեմակալ առաջնորդների։ Հիշեցնենք, դեկտեմբերին եւս 2 ամսով երկարաձգվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը։ Միքայել Սրբազանն էլ օրերս կալանավայրից տեղափոխվել է Իզմիռլյան բժշկական կենտրոն,
Նրա առողջական վիճակը վատթարացել էր բանտախցում։ Ըստ տեղեկությունների այս շաբաթ Միքայել Սրբազանը կվիրահատվի։ Սրբազան հայրը հիվանդանոցից նամակ է գրել հակաեկեղեցական քաղաքականության եւ վերջին դեպքերի մասին, հորդորելով հավատացյալներին մնալ ամուր եւ զորավիգ լինել Մայր եկեղեցուն ու նրա օծյալ հայրապետին։ Իր ներկայությունը անկան շատ է եղել, որ երբեմն թվում է մեզ, թե ինքը այդտեղ կանգնած է, որովհետեւ Սրբազանը գալիս է ժամերգությանը, այստեղ մուտքի մոտ կանգնում էր, ու այնտեղի ժամերգությանն էր մասնակցում։ Եթե ստացվում էր այնպես, որ միտեղ ինչ-որ մեկս մի բան այնպես չենք անում, մոդելում դիտողություն էր անում, անգիր իմանում էր, թե որտեղ ինչ խախտվեց, որտեղ ինչ փոխվեց, անգամ նոտայի հետ կապված նկատի ունեմ, որ մի նոտա այսպես սխալվեցինք, միանգամից գալիս դիտողություն էր անում, հիմա մեկ-մեկ որ այդ զգացողությունները ապրում ենք, որ հանգարց միտեղ որ էլի նույն մի բանը կատարվում է, մեկից այսպես մտածում եք, որ հիմա Սրբազանը կգա, որ մի բան ասի, թե այստեղ ինչի սխալվեցիք։ Սա, այսինքն, այնքան ջերմություն կա իր կողմից թողնված, որ մենք այդ ջերմությունը մեզ ապրեցնում է։ Եվ նաև իր թողած մոդելությունները, գաղափարական ձևերը, որ նոր մեզ սովորեցնում էր, մեզ այդ զորացնող վիճակի է բերում։ Օրինակի համար մի բան ասեմ, որ Սրբազանը խոսում էր քահանայած 10-ի, կուսակրոնների մասին, միշտ ասում էր, քահանայած 10-ը դա զինվորներն են հոգևոր։ Կուսակրոններն են, դրանք մահապարներն են։ Ու սա սկզբունքային էր մեր մոտ։ Զինվորն ես, այո, Քրիստոսի եկեղեցու զինվորն ես, պիտի մարտնչես չարի դեմ։ Բայց նաև կուսակրոնության համար են ասում էր, թե մահապարտներ են, այսինքն իրենք արդեն այն դրության մեջ են հայտնված, որ այլևս էլ մահապարտ դրության մեջ են։ Երիտասարդությանը եկեղեցի բերելու առումով ես ինքս երկար տարիներ առաջ դերևս երբ շատ ավելի երիտասարդ էի, մասնակցում էի թեմի երիտասարդական հավաքներին, ուխտագնացություններին ու իմ համար որպես հոգևորականի վառ օրինակ էր մեր Սրբազանը, ով երբեք փակ չի եղել որևէ մեկի համար, սկսած երիտասարդներից մինչև տարեցներ ու նրա հետ անմիջական շփումը, նրա հոգևոր խորհուրդները, խրատները այս տարիների ընթացքում բերել են նրան, որ մենք հասել ենք հոգևոր զարգացման որոշակի աստիճանի, ու այսօր եկեղեցում նրան չտեսնել դա ուղղակի մեծ հարված է ոչ միայն իմ, ոչ միայն երիտասարդների, այլ նաև բոլորի համար, դա մեծ ցավ է, ցավ նրա համար, որ մենք օրինակ եկեղեցում ենք, իսկ նա եկեղեցում չէ, նա զրկանքների մեջ է, մենք զրկանքների մեջ չենք, ու կարծես թե այս ամենը եկեղեցին կանչում է նրա համար, որպեսզի բոլորս անցնենք այդ զրկանքների միջով եւ կարողանանք մեր բաժին խաչը կրել այս փորձությունները քրիստոնեաբար անցնելով։ Թեմում բոլորն են զգում նրա բացակայությունը, մենք որպես ակտիվ երիտասարդներ եւ միության անդամ մշտապես ունեցել ենք ակտիվ հանդիպումներ եւ քննարկումներ Սրբազան հոր հետ եւ նրա բացակայությունը հիմա մեզ համար շատ դժվար է։ Մոտենում է Սուրբ Ծնունդը, քիչ է մնացել, հա, տարին ամփոփում ենք ու մեզ երիտասարդներից համար տարին մի սկսվել է Սուրբ Ծնունդով, որը նշում էինք մեծ շուքով Միքայել Սրբազանի հետ եւ տարին ավարտում էինք Միքայել Սրբազանի ծնունդով, դեկտեմբերի 27-ին Միքայել Սրբազանի ծնունդն է եւ առաջին տարին է, որ իր ֆիզիկական ներկայությունը մեր կողքին չի լինելու եւ մենք իրեն անձամբ չենք շնորհավորելու առաջնորդարանում, իր սենյակում։ Այսպես մեր աղոթքն է, որ ինքը առողջ մնա, վստահ ենք, որ անսասան է իր հավատքի մեջ եւ իր օրինակը ունենք, որ մենք էլ պետք է մնանք անսասան եւ լինենք եկեղեցու կողքին մինչեւ վերջ, ճշմարտության կողքին, ինչպես որ ինքն է ճշմարտության կողքին մինչեւ վերջ պայքարի խրամատում։ Թեմակալ առաջնորդների բացակայությունը այսօր առավել քան երբևէ զգում են հավատացյալները։ Թեմերը շարունակում են անխափան գործել, չնայած Արագածոտնի թեմի որոշ եկեղեցիներ մնում են բռնազավթված կարգալույց հոգևորականների կողմից։ Հոգևոր հայրերը հորդորում են ալեկոծ այս ժամանակաշրջանում չհուսահատվել։ Ըստ նրանց հուսահատությունը մեղք է։ Այն մարդուն հեռացնում է Աստծուց, թուլացնելով նրա հանդեպ վստահությունը։ Արագածոտնի թեմը տեղեկացնում է, թե մի քահանաները առաջիկայում ուխտի սուրբ պատարակներ կմատուցեն տարբեր սրբավայրերում։ Պատարակների ժամանակացույցը զետեղվում է թեմի կայքում կամ ֆեյսբուքյան էջում։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։
Դեկտեմբերի 20-ին Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի Մարի Մանուկյան սրահում տեղի է ունեցել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ամենամյա ընդունելությունը։ Միջոցառումը ավանդաբար կազմակերպում է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։ Տարեմուտի երեկոյին այս անգամ եւս մասնակցել են թեմի հոգեվոր դասը, համայնքային կառույցների ղեկավարները, բազմաթիվ հավատացյալներ ընտանիքներով եւ մտերիմներով։ Միջոցառմանը հաջորդել է մոմավառություն եւ համերգ նվիրված հանուն Հայաստանի երեխաների թեմական հիմնադրամի 35-ամյակին։ Հիմնադրամը ստեղծվել է 1990 թվականին օգնելու 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի, ապա Արցախյան ազատամարտի ծնողազուրկ երեխաներին։ Ժամանակի ընթացքում հիմնադրամի առաքելությունը փոխվել է։ 2015 թվականից կանադահայոց թեմի բարերարները օգնում են Նախիջևանին սահմանակցող Վայոց ձորի գյուղերի կարիքավոր ընտանիքներին։ Մոմերի լույսի ներքո կայացած համերգին ելույթ են ունեցել հայտնի կատարողներ սոպրանո Սաշա Ջիհանյանը, դաշնակահարուհի Անժելա Օչուօղլուն, ալտահար Իվան Հոքլին։ Համերգային ծրագրում ներառված էին հայկական եւ արտասահմանյան ստեղծագործություններ, Սուրբ Ծննդյան հայտնի տաղեր։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Աշխեն Պապոյանը որմնանկարների եւ վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրենն է։ Իր բարդ ու պատասխանատու աշխատանքում հաջողելու, բնագավառի նորություններին տեղյակ լինելու եւ դրանք մեր հուշարձանների նորոգման ժամանակ կիրառելու նպատակով վերջերս որմնանկարների վերականգնմանը վերաբերող 2 միջազգային աշխատաժողովի է մասնակցել։ Առաջինը Կատալոնիայում է եղել, որը կազմակերպել էր հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի ICOMOS-ի որմնանկարչության միջազգային գիտական կոմիտեն։ Հանդիպման առանցքային հարցերը որմնանկարների ապամոնտաժմանը եւ վերատեղադրմանն են վերաբերել։ Թեման Աշխենի հետաքրքրության կիզակետում է։ Տարիներ առաջ հենց նրա եւ իր թիմակիցների շնորհիվ են վերականգնվել Մայր տաճարի բազմաթիվ որմնանկարներ։ Շատ որմնանկարների վերականգնող մասնագետներ հնարավորություն չեն ունեցել եւ նույնիսկ չունեն այդ փորձը առհասարակ որմնանկար ապամոնտաժելու եւ վերատեղադրելու եւ այդ առումով Մայր տաճարի այդ աշխատանքը շատ կարևոր էր այդ փորձը ձեռք բերելու, չնայած մինչ այդ մենք մասնակցել էինք նաև Մինասի որմնանկարների ապամոնտաժման աշխատանքներին, սակայն Մայր տաճարի դեպքում դա երևի ավելի բարդ եւ ավելի ծավալուն շատ մեծ աշխատանք էր եւ շատ կարևոր եմ համարում, որ նույնիսկ այդ նման փորձի դեպքում շարունակվի այդ կատարելագործումը։ Երկրորդ առցանց հանդիպմանը մասնակցում էին Արևելյան Եվրոպայի երկրների մասնագետները։ Կազմակերպիչը Գեթիի պահպանության ինստիտուտն էր։ Թեման որմնանկարների կոնսերվացումն ու կարիքների գնահատումն էր։ Բնակլիմայական պայմաններ, բնական աղետներ, մասնագիտական գրականության եւ վերապատրաստման դասընթացների անհասանելիություն, հասարակության շրջանում տեղեկատվության եւ կրթության պակաս։ Սրանք տարբեր երկրներում հանդիպող խնդիրների թվին են պատկանում։ Հայաստանում այս ամենին ավելանում է եւս մեկ խնդիր, ասում է Պապոյանը։ Մենք կոնկրետ որմնանկարների վերականգնման առումով մենք չունենք ինստիտուտը, որը որ պետք է պատրաստի այդ մասնագետները, որովհետև ներկայումս էլ շատ չեն որմնանկարների վերականգնող մասնագետները եւ հետագայում այդ խնդիրը առաջանալու է, այսինքն սերնդափոխության խնդիրը առաջանալու է եւ այսօրվանից պետք է մտածել դրա մասին, պետք է զարգացնել հնարավորությունները, այսինքն օրինակ մենք այժմ մենք ինքներս ենք աշխատում մեր որակավորման բարձրացման վրա, մեր մասնագիտական հմտությունների կատարելագործման վրա, բայց ինստիտուցիոնալ այդպիսի բան չկան այդպիսի հաստատություններ, որոնք որ այդ խնդիրները լուծեն։ Քննարկվել են նաև որմնանկարների վերականգնման ժամանակ օգտագործվող նյութերի, թույլատրելի տեխնիկական միջոցների հարցեր, որպիսի միջամտությունը հասցվի նվազագույնի, հուսալի լինի կոնսերվացումը։ Խնդիրը ավելի շատ համակարգային է, թե չէ որպես առանձին վերականգնող մասնագետներ, ես կարծում եմ, որ մենք բավականին տաղանդավոր վերականգնող մասնագետներ ունենք։ Նմանատիպ հանդիպումներ առաջիկայում եւս լինելու են, ու թեև դրանց մասնակցությունը բավական ծախսատար է, միևնույն է, իրենք կմասնակցեն։ Սերը, հետաքրքրությունը, մասնագիտությանն ու սեփական երկրի մշակութային ժառանգության պահպանությանը դա են պահանջում։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։
Դեկտեմբերի 19-ին Մաշտոցյան մատենադարանում բացվեց «Լուսաբեր պատկերներ հրեշտակների մանրանկարչական հայտնությունը» խորագրով ցուցադրությունը։ Թանգարանի սրահներից մեկում ներկայացվեցին ձեռագիր մատյաններ, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, ժապավենաձև հմայրներ և ինքնատիպ ձեռագրակազմեր, ցուցանմուշների գաղափարական և պատկերագրական առանցքում հրեշտակների կերպարն է։ Հնագույն և բացառիկ ձեռագրերից մեկն առանձնացված է առանցին պահարանում։ Ծաղկողը Սարգիս Պիծակն է, հայ մանրանկարչության Կիլիկյան դպրոցի նշանավոր նկարիչը։ 1336-ին Սիս քաղաքում ստեղծված ավետարանի թե գրիչն է Պիծակը, թե ծաղկողը։ Բացվածքում 2 տեսարան է։ Ծաղեջում, ավետման տեսարանում մեզանում շատ հայտնի տեսարանը, Գաբրիել հրեշտակապետը և Տիրամայրը, իսկ մյուս կողմը արդեն Սուրբ Ծննդյան տեսարանն է, շատ մանրակրկիտ մշակմամբ, ոսկու շատ բարձր վարպետությամբ արված տեղադրումը, որովհետև դրանք բոլոր հմտություններ են, որ 14-րդ դարից 1336 թվականից մեզ այնպես է հասել, կարծես թարմ վիճակում հենց մի քանի օր առաջ է վարպետը ծաղկողը ոսկին տեղադրել։ Այս ձեռագիրը երբևիցե մատենադարանում բնօրինակը երբևիցե չենք ցուցադրել եւ ընդհանրապես մատենադարանի ռազմավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում կայանում է նրանում, որ պահոցներից մենք դուրս հանենք ամենաեզակիները, բայց ոչ միանգամից, այլ յուրաքանչյուր թեմատիկայի շրջանակներում կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների շրջանակներում ցուցադրենք տարբեր ձեռագրեր։ Ավետման տեսարանը և Գաբրիել հրեշտակապետը պատկերված են նաև 1356 թվականին բոլորովին ուրիշ երկրում և հանգամանքներում։ Ղրիմում ստեղծված մեծադիր ճաշոցում մանրանկարչական այլ ավանդույթներ են, այլ մոտեցում։ Հրեշտակապետի և Սուրբ Կույսի ֆիգուրներն ավելի վեհ ու մոնումենտալ են։ Պատկերի խորքում վսեմաշուք տաճարն է, Տիրամոր Հաքին աստղանկար թիկնոցը մանրանկարում պատկերված երկնքի մի կտոր է հիշեցնում։ Ավետումը հրեշտակների ներկայությամբ ամենահայտնի տեսարանն է հայկական ձեռագրերում։ Մյուս տարածված տեսարանը Մատթեոս ավետարանչի պատկերագրությունից է։ Հրեշտակն է այս ավետարանչի խորհրդանիշը։ Հաճախ հրեշտակը ավետարանչի մանրանկարի կողքի էջում է գլխատառի տեսքով։ Յուրաքանչյուրը բարձր վկայություն է իր ժամանակաշրջանի ստեղծման աշխարհագրական դիրքի և մանրանկարչական դպրոցի և վարպետների երևակայության մասին։ Ունենք Նոր Ջուղայի վերաբերող Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցին պատկանող Հակոբ Ջուղայեցու ծաղկած 1610 թվականի ձեռագիրը, որ աչքի է ընկնում իր շքեղությամբ, արդեն եվրոպական արվեստի կարծես այդ շունչը զգացվում է, որ այդ ժամանակներում արդեն այսպես ներխուժել էին, այսպես ասած, մեր հայկական ավանդույթների հետ միաձուլվում էին։ 1887-ին Մակար Թեղուտցի կաթողիկոսի կոնդակը Սուքյաս եպիսկոպոսին Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ կարգելու մասին ոչ միայն հայրապետի կլոր կնիքն է կրում, այլև հրեշտակներով է զարդարված։ Հրեշտակներ կան նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում 18-րդ դարի վերջում Սիմեոն Երևանցու կազմած, այժմ հնատիպ համարվող գրքում։ Շուրջ 25 բացառիկ ձեռագիր է ընտրվել ցուցադրության համար, թե ձեռագրերը, թե մյուս ցուցանմուշները հիմնականում առաջին անգամ են ցուցադրվում, բացման խոսքում նշեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ Ներկայացված են նաև ձեռագրերի կազմեր, որոնք ամեն մեկը իրենց կազմարարական տեսանկյունից բացառիկ են, այսինքն մեզանում ոչ շատ հայտնի ձևերով և պատկերագրական տեսանկյունից նույնպես հրեշտակները շատ արտառոց են ձեռագրերի կազմերում ներկայացված։ Օրինակ մոմիկը շատերից հայտնի է որպես քանդակագործ, ճարտարապետ, ծաղկող, բայց այս անգամ մենք մոմիկին ներկայացնում ենք որպես կազմարար և կազմ պատրաստող։ Մոմիկի պատրաստած կազմում խաչելության տեսարանն է, որտեղ սերովբեներ կան, 6 հաթև հրեշտակներ։ Կազմը և ձեռագիրը ստեղծվել են 1313 թվականին Գլաձորում։ Փոքր ցուցասրահում ավետման և Սուրբ Ծննդյան թեման ավելի մանրամասն են ներկայացված։ Այստեղ է ցուցադրության ամենահին ձեռագիրը։ 13-րդ դարի ավետարանում պատկերը շատ ավելի նուրբ է, անպաճույճ ու պարզ։ Քրիստոնեական պատկերագրության մեջ հրեշտակները Աստծո շրջապատող երկնային զորքերն են, Տիրոջ մոտ կանգնած երկնային էակներ և
Երկնքից իջնող պահապաններ, նրանք հայտնվում են սրբերին ու մարգարեներին, ինչպես նաև մասնակցում են Քրիստոսի կյանքի կարևորագույն դրվագներին։ Այս բոլոր ձեռագրերը դարեր շարունակ փրկվել ու պահպանվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Դրանք Մայրաթորից խլվել են 1920-ական թվականներին խորհրդային իշխանությունների կողմից։ Հետագայում այդ ձեռագրերից է կազմվել Մաշտոցյան մատենադարանի հավաքածուն։ Ցուցադրությունը Մատենադարանում կգործի կես տարի։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։